Պուտինի սպառնալիքը Հայաստանի վարության հանդեպ այդ հարցը քննարկենք ու յուրաքանչյուրի կարծիքն է կարևոր, որտեվ ոչ մեկի սպառնալիքը պետք չի անտեսել, պետք չի սարսափել, առավել ևս Պուտինի նման Ռուսաստանի նման գերտերության ճակերտավոր դաշնակցի, բայց օկուպանտ գեղեցիկ թալանիչ, նույն օկուպանտ գեղեցիկ թալանչին, ինչ որ թուրքն ու պարսիկն ա եղել, դրանից առաջ արաբը, հույնը, հռոմեացին եւ այլ։ Հիմա առաջի հարցը, որը մենք մեզ պիտի տանք, արդյոք մենք կկռվենք ռուսական բանակի դեմ, ռուս այդ եղբայրական օկուպացիոն զորքի դեմ, որ մտնի, մի 20 սամոլյոտով կգան մեր Էրեբունի արևպորտ, Գյումրի արևպորտ, տեղական ռուսական ռազմաբազայի զենք զինամթերքով, Ռուսաստանի դեսպանատան, այդ ռուսկի այդ տների այդ մշակույթի այդ հիմնական ձեռնարկությունների սավետակը զենք զինամթերք կա։ Կհավաքեն ու կսկսեն մեծումանուկ փրթել, մենք կկռվենք ռուսի դեմ, ռուսական այդ պրովոկացիոն քարոզչությունը մեզ ասում է, որ մենք եղբայրներ ենք եւ այլ, ամենակարևոր հարցը իմ համար էդ է, մենք արդյոք կկռվենք ռուսի դեմ, ոչ թե վախում ենք, այլ կկռվենք։ Նիկոլականներ, Քոչարյանականներ իրար ավելի շուտ կմորթեն, այնտեղ Տաշիր Սամոյլ, Քոչարյան Նիկոլ, իրար նախկիններ ներկաներ իրար կմորթեն, հայաստանցի Ղարաբաղցի այդ բանն շիլաշփոթն բանանում երցնում ավելի շուտ իրար կմորթենք 90-ական թվականներին երևանցի լեննականցիներ ռուս կագբեն ու այդ օպերները լավ էին առաջ տանում երևանցի լեննականցի իրար մորթում էին, բայց մենք ռուսի դեմ կկռվենք, չէ որ ռուսները եղբայրական են։ Հիշեցնելու համար ասեմ, որ Ուկրաինան ու Ռուսաստանը նույն սլավոն ազգն են, նույն ազգն են, Հայաստանի մարզերի տարբերությունն է, բարբառի տարբերությունն է, բայց ուկրաինացին ոչ մի վարքյան չկասկածեց իր վրա ագրեսիա եկած, իր երկիրը զենքով եկած, մահ ավեր բերողին կռվեց, ինչ կապ ունի նույն ազգն է։ Գերմանացին, ավստրիացին, շվեյցարյան նույն ազգն են, նույնիսկ Ֆրանսիան, անգլերը, սաքսերը նույն գերմանական ազգն են, բայց նեշ իրար դեմ չեն կռվում։ Պակիստան, Հնդկաստան նույն ազգն են, արաբական 23 թոլի 27 պետություն կա, այս կոնֆլիկտներն ուր են, շիա սուննի արաբները իրար մորթում են ավելի վերան թշնամի են, քան թե թուրքական աշխարհում Ղազախները, Ակկոյուն, Կարակոյուն, սև ոչխար, սպիտակ ոչխար, նույն ցեղներն ամեն ինչը նույնն է, մեկը սպիտակ է պահում, մեկը սև, հենց սա իրար լավ են մորթում են, հյուսիսային հարավային Կորեան, ամեն ինչը նույնն է, իրար մորթում են, Չինաստանի Թայվանը, Չինաստանը նույն չինակցի ազգն է, պրոստը Չինաստանը, Հնդկաստանը պետք է համեմատել հին Հռոմի հետ, էլի, այդ հին Հռոմը սա այդ մեծ հսկայական տարածք ծագել է միազմի պետություն մի կրոն, Հնդկաստանն ու Չինաստանը հին Հռոմը չհասցրեց, քրիստոնեությունը ծրագրի շրջանակում էր, էլի։ Հիմա ամենակարևոր հարցը այդ մահվավոր բերող ռուս օկուպանտը, որ մի 20-50 սամոլյոտով մի գիշերվա մեջ դեսանտ կիչացնի Էրեբունի ու Լեննականի Ռուսաստանի ենթակայության տակ արևպորտներով ու կսկսի մեծումանուկ սաղին փրթելով այնտեղ Ղազախստանից արեց 22 թվականի հունվարին Օդագբեի զորքը Օդագբեի միակ զորքն է, որ հապկի որ մարտական գործողությունների մասնակցել է, դա Ղազախստանում բողոքի ակցիա բարձրացնող սեփական քաղաքացիներին գնդակահարելն է, 1000 քանի մարդ է մահացել 1100-ի կարգի, այդ ամենակարևոր հարցն է, մենք ոչ թե պետք է վախենք, ասենք ռուսնա հանձնվենք, գնանք լողանանք ու Ղարաբաղի նախկին ղեկավարների նման հետույքների լվան գնան հանձնվեն Ալիևին, տենց անենք, մենք չպիտի անտեսենք, անտարբեր մնանք, որտեվ անտարբերությունը նույնպես վախն է, ինքներս մի պարզ հարց տանք իմ համար ցանկացած զենքով իմ վրա եկող, իմ ազգի, իմ պետության վրա եկողը դա թշնամի է, օգ կապ չունի, թուրքն է, պարսիկն է, ռուսն է, արաբն է, լինի եվրոպացի, ամերիկացի, թե ռուսից, թուրքից ավելի վերան չինացին նեշ չի, չինացին ավելի վերան երևույթ է, ինչ որ մենք ռուսի, թուրքի հետ գիտենք,
դրան գումարենք եվրոպական, ամերիկյան զարգացվածությունը, դա չինացին է։ Ահա, լինել թե չլինել, ինչու՞ն է հարցը, բոլորիդ խնդրեի դա ձեր կարծիքը ասել։